Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ իրենք քաղաքականապես պատրաստ են ճանապարհ տալ Ադրբեջանին դերները տեղափոխի Թուրքիայի եւ հակառակողությամբ, սակայն տեխնիկապես պատրաստ չեն, նշել է, որ տեխնիկական պատրաստ են ճանապարհ տալ Ադրբեջանին, որպեսզի իր դերները Հայաստանի տարածքով տեղափոխի Թուրքիա եւ հակառակողությամբ, սակայն նշել է, որ տեխնիկապես պատրաստ չեն, 2-3 տարի անց տեխնիկապես պատրաստ կլինեն։ Այսինքն ինքը հույս ունի, որ 2-3 տարի անց ինքը լինելու է վարչապետ։ Դե Հայաստան չի լինի այդ ժամանակ արդեն, եթե այս տեմպերով մենք գնանք, դասական իմաստով Հայաստան չի լինի։ Կլինի Էրմենիստան կամ Արևմտյան Ադրբեջան ըստ էության։ Փաստ եմ ասում, եթե Հայաստանը պետք է հրաժարվի անկախության հռչակագրից, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է նոր սահմանադրություն գրել, որտեղ անկախության հռչակագրի դրույթները չեն լինելու, որտեղ ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսք չի լինելու, Արցախի մասին խոսք չի լինելու, անկախության հռչակագրի դրույթները չեն լինելու, Արարատը մեր ազգային սիմվոլից վերածվելու է, դերատակին ինչ ամեն։ Եկեղեցի բացառիկությունը վերածվում է, այդ ընթացքում եկեղեցին պարակվում է, կամ ինքը պարակվում է, ինչ-որ ինչպես նորին կայսերն արել ժամանակին, դուք արդեն տեսեք, արդեն դա ընդամենը տարածքն է, թե պետություն է։ Հետո բոլոր հարցերին պատասխանել եկա ժամանակ։ Ինչն է իրենց խանգարելու, որ Նիկոլ Փաշինյանը չկառավարի ևս 2 տարի եւ արդեն 16 քաղաքական ուժեր պատրաստ են 26 թվականին գնալ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունները։ Գիտեք, ինչի՞ չէ, ովքեր են խանգարելու։ Ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը պետք է արթնանա եւ կլինի իմպիչմենտով թե առանց իմպիչմենտի, այնուամենայնիվ կգիտակցի, որ այս կպական խմբակը ոչ թե խաղաղություն է բերում, այլ ադրբեջանացում, հնազանդեցում եւ նոր սպառնալիք է։ Այսինքն քո բոլոր զենքերը դու վայր ես դնում թշնամու առաջ եւ քո հույսը Ալիևի հումանիզմն է։ Իսկ ոնց կարելի է օրինակ ուրախանալ, ցնցալ ամբողջ ԿՊ-ով, որ չես Ադրբեջան ծորենը մտնում է Հայաստան, երբ որ Ադրբեջանում բետոնում են քո եղբայրները։ Ոնց կարելի է ցնցալ մի բանի մասին, երբ որ եթե դες դեր Արցախահայությունն էլ այդ ոնց է դուրս գալիս։ Արցախահայերը 10 ամիս սոված արավ մնացին, բայց Աղդամի ճանապարհից օգնություն չստացան, չվերցրին ադրբեջանցիներից։ Չէ՞ Ալիևը Աղդամով էր ուզում, այդ Կարմիր խաչ Աղդամում գալիս է, Ղարաբաղի Արցախի ժողովուրդը հրաժարվեց թուրքերի, ասենք ադրբեջանցիների տված այդ հացը, այդ օգնությունը վերցնել։ Իսկ այսօր ամբողջ ԿՊ-ով կանգնում են ասում են, մի հատ ասեք, լավ է թե վատ է։ Իհարկե վատ է։ Իհարկե վատ է։ Այս պայմաններում, երբ որ դեռ մեր երեխաների արյունը չի չորացել, երբ որ նրանցից շատերը անհետ կորացել են, որոշները գերեզմաններ դեռ չունեն։ Մի մասն էլ Բաքվի բանտերում է։ Քեզ մորթողի հացը բերում մի հատ էլ ուտում ես, մի հատ էլ ուրախանում ես, ասում ես լավ է թե վատ է։ Այսինքն մենք ինչ ենք, վեր ենք ածվել Հրանտ Մաթևոսյանի ասած են անասունի, հա։ Այն որ Զաքին մորթել էին երեք, բայց ինքը այսօր նստած խոտա արածում, հա, հիշողությունից զրկվել է։ Ես կներեք, ես միշտ խաղաղասիրության կոչ եմ արել, ինչպես, բայց այդ ամեն ինչը պետք է լինի արժանապատվի։ Պետությունը ինչի համար ասած։ Անկախություն, ազատություն չէ նախ եւ առաջ։ Ու արցախցիները ապացուցեցին, չէ՞ որ իրենք ամեն ինչից վեր դասում են ազատությունը։ Նրանք հրաժարվեցին նույնիսկ իրենց հայրենիքում ապրելու մի պարագայում, եթե դա պետք է լինի թուրքական, ադրբեջանական ստրկացման ճանապարհով։ Ու դա բնական է։ Աստվածաշունչը որ նայում ես, նույն հրեա ժողովուրդն է։ Դուրս է եկել, չէ՞։ Եգիպտոսի մեջ դուրս է եկել, Աստված իրանց տայել է իրանց ավետաց երկիր։ Այսինքն ես զարմանում եմ, էլի, այսինքն չեմ ուզում ոչ եթերային բառապաշարով ասել, էլի։ Այն մի գդար ճաշի պատմությունը բոլորդ էլ գիտեք, էլի։ Ասեմ, բայց լավ, այդ ամեն ինչը արժանապատվություն պետք է լինի։ Քոնգո եղբայրները Բաքվի բանտում են, դուք ցնցում եք, որ ծորենը չես Ադրբեջան գալիս, հա։ Ղարաբաղը չտայք, Ղարաբաղից դիքը ծորեն էր գալի Հայաստան։ Արցախ ինչքան ծորեններ Հայաստանին տալի։ Չհանձնեիք Արցախը, ծորեններ տալներ ամեն ինչներ։ Արցախը հանձնել եք։ Գեյներին թողել եք Բաքվում։ 5000 կամ հազարավոր զոհեր եք տվել։ Տասնյակ հազարավոր վիրավոր եք տվել։ 120,000 արցախցիներն էլ անտուն եք թողել։ Այդ ամբողջ Արցախի հարստությունը թողել եք Թուրքին,
պլյուս դրան Սերժ Սարգսյանի բերած 6 միլիարդ զենքը որպես մետալալում թողել եք Ադրբեջանին տրաֆե, հիմա էլ կաղնում գլուխ եք գովում, որ չերես Ադրբեջան ղազախական ծորեն ա գալու Հայաստան։ Շամազանովը մեկնարկել է վաղաշապատի ուսումնարի քարոզարշավը եւ առաջին իստորյանից մամուլում հրապարակում է կամ բազմաթիվ, որ սկսվել է վարշական ռեսուրսի կիրառումը, չարաշամը Արդեն իրավապաշտպաններն են դրա մասին խոսում, լավորեն են դրա մասին խոսում։ Կանները Facebook-ում գրում են, որ Գյումրի 2 չի լինելու, Գյումրի 2 չի լինելու, ամեն դեպքում փորձում են ամեն ձև այնպես անել ցանկացած խախտում, որ Գյումրի 2 սցենարը չի։ Բայց չէ՞ միայն Գյումրի 2, այդ ԿՊՆ-ը որտե՞ղ է հաղթել դիմում։ Ալավերդիում է հաղթել, Վանաձորում է հաղթել, Բերդում է հաղթել, Մասիսում է հաղթել, Երևանում է հաղթել, Գյումրիում է հաղթել, այդ որտեղ է հաղթել։ Մի քանի տեղ է էլի հաղթել։ Սյունիքի քաղաքներում է ԿՊՆ հաղթել, որտեղ է հաղթել։ Կամ վերջում ֆոկուս են այլել քաղաքապետերին, շանտաժ են արել, թե լեզու են գտել հետները, չգիտեմ ինչ է, կամ քրեական գործեր են արել, կամ էլ անաստագողություն են արել, կներեք ես վառապաշարի համար, մանդատագողություն են արել, դարձել են քաղաքապետ, ոնց որ արեցին բանում։ Ալավերդում արեցին բանում, Երևանում ինչու ընտրվել է, այդ որ մեծ համայնքում է ԿՊՆ ընտրվել, որ մի հատ էլ ասում են Գյումրի 2, դες տպավորություն է մտում, թե մնացած համայնքներում իրանք հաղթել են, մենակ Գյումրիում է փոքրամասնություն։ Որ պետականս մեծ ընտրություններին ավելի մեծ ուժով կփորձեն իրենց ձայները։ Ես չեմ ուզում հիմա ընտրությունների օրակարգի մասին խոսել, որտեղ մեկ ուսումնասիրության օրակարգում մեծ բային վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, եւ երեք մեր ֆրակցիայի ղեկավարը պարլամենտում հայտարարեց, որ անկախ պատգամավորների հետ բանակցություններ են գնում եւ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն, քանի դեռ այս գործընթացը գնում է, ես կարծում եմ դեռ 8 ամիս կա ընտրություններից մենք կարող ենք խոսել ավելի լուրջ։ Ես եթերով հարցերին հարկված չեմ պատասխանելու, մի բան ակնհայտ է, ամեն ինչ պետք է հանրությունը որոշի, պետք է հայ ժողովուրդը որոշի, գիծը քաշված է, յուրաքանչյուր հայ մարդ, Հայաստան յուրաքանչյուր քաղաքացի պետք է